Ընկերներ ողջույն, ձեզ հետ Գոռ Նահապետյանն է Եվ Գուրգեն Ստեփանյանը։ Որոշել ենք այսօր ձեզ համար կազմակերպել մի փոքրիկ զրույց ոդկաստ, որի շրջանակներում կքննարկենք, թե ինչպես անցավ մեր 2025 թվականը եւ ինչ վերցնել մեզ հետ 2026 թվական դեպի։ Դե ինչ, Գուրգեն ջան, արի մի փոքր զրուցենք, հասկանանք, թե ինչպես անցավ մեր 2025 թվականը։ Այո։ Ինչն էր կարևոր 2025 թվականին, ինչն էր կարևոր քեզ համար, ինչ ձեռքբերումներ, ինչ բացթողումներ, ինչպես անցավ առհասարակ կրիպտո տարին քեզ համար 2025 թվականին։ Ընդհանրապես 2025 թվականը հետաքրքիր տարի էր, կրիպտո աշխարհում շատ հետաքրքիր, 24 թվականի հետ կարամ ասոցացնեմ, 24 թվականի վերջից սկսած, հենց Թրամփը նախագահ ընտրվեց, կարելի ասած կրիպտո շուկան մի քիչ խառնեց իրար, ու դա իրականում շատ հետաքրքիր էր, շարժերը ուրիշ շարժեր էին անում, այն շարժերը, որին որ մենք սովոր չէինք մինչև այս տեսնել, ու հետաքրքիր էր նաև ինչ առումով, որ կարացանք էտել տեսնել, տեղի ունեցավ պատմական անկում նաև շուկայի, որը նույնպես շատ հետաքրքիր էր, նաև որոշները դրանից կորցրեցին, բայց որոշներն էլ լավ կարողացան աշխատել, դա եւս մեկ կարևորագույն այսպես թեմա էր։ 2025 թվականը ընդհանուր ես հաջողված եմ համարում, հաջողված տարի եմ համարում կրիպտո արժույթների համար։ Տեսանք Bitcoin-ի հալվինգից հետո Bitcoin-ի պատմական նոր մաքսիմումներ, մինչև 126,000-ի սահմաններում մոտ։ Altcoin-ները չի ասի, որ արդարացրեցին իրենց խոշոր հաշվով, որոշները, ոչ բոլորը։ Որոշներից տեսանք իրենց աճը, բայց լոկալ աճեր, ոչ պատմական ինչ-որ մաքսիմումներ, համենայն դեպս top 5-երը իրենց արդարացրեցին, իսկ մնացածը ոչ այդքան, էլ չեմ խոսում meme coin-ների մասին, որոնք որ կարելի ասել չշարժվեցին տեղից, հա, որոշները մի քիչ այսպես Շարժերը հետաքրքիր էին 25 թվականին կարողացանք աշխատել, թե ես, թե իմ աշակերտները, թե թիմով, թե դու նաև միասին աշխատեցինք։ Չգիտեմ, դու պատմի, դու ասա տեսնեմ քո համար ոնց էր կոնկրետ։ 2025-ը իմ համար, ինչպես ասեցիր, դե նշանավորվեց, սկսվեց դե մեր Թրամփ նախագահի ընտրություններով, այդտեղից սկսվեց հետաքրքիր շրջափուլ, սկսվեց վերջին ցիկլը, Bitcoin-ի աճի վերջին ցիկլը, որը սկսվել էր 2022 թվականին, ինչը տարավ եւ հասցրեց բերեց իր պոտենցիալ կետերին, այսինքն ինչպես եւ ասեցիր, տեսանք նոր պատմական մաքսիմումներ։ Այո, շատ հետաքրքիր տարի էր, բեղում տարի էր։ Ունեցանք իհարկե նաեւ վերելքներ, ինչու՞ չէ, նաեւ վայրեջքներ։ Ես միշտ այն մտքի կողմնակիցն եմ, որ անկախ ամեն ինչից դու միշտ պետքա չձգտես մի գծով բարձանալ, անկումները մեզ դարձնում են ավելի ուժեղ, պետք է, ինչպես որ ցանկացած գրաֆիկում, այնպես էլ մեր կյանքում պետք է այդ անկումները լինեն, որպեսզի մենք ուժ հավաքենք, եռանդ հավաքենք, էներգիա եւ էմոցիա հավաքենք, ել ավելի վերև բարձանալու համար, թե չէ, ճանապարհը շատ կարճ կլինի։ Ես կարծում եմ, որ այդ մարաթոնյան վազքի մեջ, որին դուրս ենք եկել մենք, ինչպես ասեցիր, մեր ուսանողները, մեր հետևորդները դուրս ենք եկել մարաթոնյան վազքի, ոչ թե կարճ 100 մետր վազել, հոգնել եւ գնալ հանգստանալու այդ մտքով։ Իսկ այդ մարաթոնյան վազքի մեջ պետքա դիտարկել բոլոր շուկայական բոլոր իրավիճակները։ Դիտարկել թե աճերը, վաստակել աճերի ժամանակ, դիտարկել անկումները, վաստակել անկումների ժամանակ, հենց այս գաղափարախոսությամբ առաջ շարժվելով մենք միշտ կարողանում ենք առաջ գնալ, կարողանում ենք շուկայից քաղել մաքսիմումը, կարողանում ենք տեսնել թե շուկայի այն ամենահետաքրքիր աճի պոտենցիալը եւ ինչու՞ չէ նաեւ անկման պոտենցիալը, որովհետեւ ասել թե անկումը վատ բան է, ես իհարկե զերծ կմնամ դրանից, ինչի համար, որովհետև դե կհամաձայնվես էլի ինձ հետ նոր հնարավորություն է դա։ Իհարկե, անկման ցանկացած իմպուլս, դա նոր ձեռքբերումների ավելի լավ գնով մի բան ձեռք բերելու հնարավորություն է, որը դու միգուցե առաջ դրա հնարավորությունը չես ունեցել։ Այսօր էլ շատ ժամանակ մարդիկ ասում են, լավ, տեսնես Bitcoin-ը բա որ իջնի հասնի ինչ որ մի հատ մակարդակի, իջնի օրինակի համար $50,000, ասում եմ, լավ է ժողովուրդ, $126,000 արժեք ունեցող ապրանքի գինը պատկերացրեք, իջել է հասել է $50,000, դա շատ լավ է, որովհետև վաղը մյուս օր ինքը արժենալու է $200,000, արժենալու է $500,000, հնարավորություն է դա ձեզ ստեղծում։ Նույն միտքը առաջանում էր մարդկանց մոտ այն ժամանակ, երբ որ
$70,000-ից իջնում էր բիտկոյնը $15,000, ասում էին $15,000։ Վերջ կորավ։ Հա, վերջ, բրծավ, գնացինք, էլ ոչ մի բան։ Եվ այդ մտքով, երբ որ դու ճիշտ ես քեզ ծրագրավորում, դու անդադար սկսում ես վաստակել շուկայից։ Ես ինձ միշտ ուղղորդում եմ դեպի այդ կողմ, անկախ շուկայի իրավիճակից, ոչ անկումներից եմ ուրախանում, ոչ աճերից եմ ուրախանում, ոչ անկումներից եմ տխրում։ Իսկ 2025 թվականը ինքը նշանավորվեց եւ իհարկե վերելքներով եւ վայրեջքներով, որոնք մեզ դարձեցին ավելի ուժեղ եւ ավելի խորիմաստ պատրաստվելու տեսանկյունից դեպի 2026 թվական։ Իսկ դու օրինակ ինչպիսի սխալներ նկատեցիր 2026-25-ին, որ պետքա դրանց վրա ուշադրություն դարձնել արդեն հաջորդ տարի։ Իրականում, սենց ասեմ, սխալներ չեմ կարա ասեմ ինչ սխալներ, անսպասելիության էֆեկտը երևի ավելի ու ավելի շատ, էլի կարամ նշեմ պատմական կրախը, որը որ տեղի ունեցավ, դա ավելի շատ անսպասելիության էֆեկտի բերեց, որին որ ես ավելի քան վստահ կարամ ասեմ, որ շատ քչերն էին պատրաստ։ Ուղղակի այդ կրախին անկում սպասելի էր բնականաբար տվյալ ժամանակահատվածում կուտակումներ կար, լիկվիդություններ կար հավաքված ներքևում, որը որ պետք է վերցնել, բայց ոչ այդպես, ոչ մի քանի րոպեում, այսպես գիշերը ժամը 1-ին բոլորը քնած է։ Այո, եւ Թրամփը միանգամից երկու խոսք ու միանգամից գնաց ներքև։ Դա ավելի շատ այդ անսպասելիության էֆեկտ։ Իրականում ես դրանից չկորցրեցի, ես այդ հաջողվածներից մեկն եմ եղել, որովհետև բաց պոզիցիա вообще չեմ ունեցել։ Ես ինքս ավելի շատ կրոս մարժով աշխատելով իմ բախտը այդ մասով բերելա, որովհետև կարար մի քիչ լավ բան տեղի չունենար։ Սպոտի գնացները պորտֆելը մի քիչ ուժեց, մինուս գնաց, բայց դե սպոտը մնում է սպոտ, ինչպես արդեն ասեցիր, ցանկացած անկում լավ հնարավորություն ա նորից տակից վերագնելու համար։ Իսկ ֆյուչերսի առումով իրականում ունեի աշակերտներ, ովքեր որ օրինակ կորցրեցին այդ անսպասելիության էֆեկտի պատճառով, որ միանգամից կրախը տեղի ունեցավ, բաց պոզիցիաներ կային աճի վրա, բայց նաև ունեի աշակերտներ, որ նվազման վրա հիանալի աշխատեցին, հետո տակերից ունեի որոշ աշակերտներ նույնիսկ այդ ժամանակ հետևում էին այդ իմպուլսային շարժին, որոշները տակերից հարցնեի, դու հասցրեցիր օգտվել այդ Չէ, ես չէ։ Ես չէ։ Երբ արդեն ամբողջ ավարտվել էր, նոր այդ ժամանակ ինձ տեսած զանգեր նամակներ միանգամից էս գալիս է ինչ է կատարում շուկայում, մտա ես էլ sense անսպասելիության էլ եկած ինչ է կատարվում, միանգամից տեսանք մեկ ուղիղմոմ բիտկոինի իջած ներքև էլի անսպասելիության էֆեկտ, բայց աշակերտներ ունեի, որ լավ աշխատեցին, որոշները տակերից հասցրեցին գնել, դե իջավ, չէ, կոնկրետ դեղ 80-90% նույնիսկ որոշակի ալտեր իջան եւ կտրուկ վարկյանական բարձրացան 200-300%-ով արդեն իսկ։ Այո, այդ շարժերի վրա աշակերտներից աշխատեցին, ինձանից ավելի արագ գտնվեցին, հետևում էին զուտ, ես չէի հետևում, շաբաթ կիրակի էր համել, արդեն օրը փոխված շաբաթ, ես միշտ մի դիսցիպլինա ունեմ, որ շաբաթ կիրակի գործարք չեմ բացում ընդհանրապես, ինչ ուզում է լինի։ Եվ հենց ուրբաթ օրը, ասենց երբ գնացի արդեն տուն, ինչքան պոզիցիաներ կար, սաղ փակել էի, ու վсё։ Համ լավ էր, համ վատ։ Կարելի է ասել, որ տրեյդերը, ինվեստորը ինքը պետք է նաև պատրաստ լինի կրիտիկական իրավիճակներում կայացնել կրիտիկական որոշումներ։ Միանշանակ։ Դրա համար պետք է հաշվի առնել շուկայի բոլոր իրավիճակները, պատրաստվել վատագույն սցենարին, բայց աչքի տակ ունենալ միշտ այն լավագույնն է, էլի։ Վատագույն սցենարի կառավարումը դու պետք է միշտ պահես քո ձեռքում։ Այո, հնարավոր է ինչ-որ բան տեղի ունենա շուկայում անսպասելի։ Այն ինչ-որ տեղի ունեցավ, դա անոմալիա էր։ Դա ամեն օր չենք տեսնում, չէ՞ շուկայում բնականաբար։ Երբեք չենք տեսել։ Երբեք չենք տեսել երևի թե, այո։ Այդպեսի դա անոմալիա էր, բայց պատրաստվելով այդ անոմալիաներին, դու նաև ապահովագրում ես քեզ եւ երկարաժամկետ կտրվածքով, նույնիսկ եթե նման իրավիճակներում դու կորցնում ես, երկարաժամկետում դու պահպանելով քո առևտրային ռազմավարությունը, պահելով քո մոտեցումը առհասարակ շուկային, քո ներդրումների տրամաբանությունը պահպանելով ճիշտ, դու sense տենց վաստակում ես։ Այն ամենա երևի, չգիտեմ, որն է, օրինակ, քեզ պատահած ամենահասարակ առևտրային ռազմավարությունը, որը աշխատում է։ Ես կարող եմ իմը ասեմ։ Ասա դու, ես հետո իմը կասեմ։ Լսած ամենահասարակ առևտրային ռազմավարությունը։ Ուսանողներիցս մեկը, հա, ասում է, նու դեռ մինչև ինձ մոտ սովորել է, ինքը արդեն վաստակում էր, ասում եմ, ո՞նց ես վաստակում, ասում է, Գորջան, ասում է, ես չեմ մտածում։ Ասում եմ, ո՞նց, ասում է, հելնում եմ ամեն առավոտ,
5 հատ long եմ բացում, 5 հատ short եմ բացում։ Ասում եմ դնում եմ 3-ը մեկին հարաբերությամբ, բանը take profit stop loss-ը, այսինքն պոտենցիալ շահույթս, որ 3 անգամ գերազանցի պոտենցիալ կորստից, ասում եմ մեծանում է դեպոզիտս։ Երկարաժամկետ կտրվածքում մեծանում է դեպոզիտը։ Սա այն ամենասենց ասած հասարակ առևտրային ռազմավարությունն է իմ լսած, որ ինքը իրոք ռազմավարության տեսք ունի։ Մարդը կոնկրետ շարժվում է գծած քայլերով։ Դիսցիպլինա գծած քայլ, ասում է ես ինչ, ես չեմ մտածում 5 հատ long, 5 հատ short, բացում եմ պատահականության սկզբունքով։ Վերջնական արդյունքում ասում է դեպոզիտս ավելանում է։ Այքո լսածը որն է ամենահետը։ Իմ ամենահետաքրքիր լսածը դա վախի ագահության ինդեքսն էր։ Ինքը հետաքրքիր է, հենց տեսնում եմ, որ վախի ագահության ինդեքսը վախում է, պրոստո սպոտով, դա որ ասում եմ սպոտի համար, զուտ գնում են ու պահում այնքան ժամանակ, մինչև գալիս է ագահություն։ Զուտ, մենակ նայելով CoinMarket-Cap-ում ասենք կամ ուրիշ ինչ որ կայքում, կրիպտոռանկում ասենք, վախի ագահության ինդեքսին եկավ հասավ 20 ու ցածր, всё, սպոտով գնումները սկսեց։ Հա, ու всё, պահում են այնքան ժամանակ, մինչև գա հասնի։ Եթե այդ արանքում իջավ, նորից վերագնեցին։ Всё։ Ու սպասում, դա ինձ համբերության սկզբունքով։ Ու ամենապարզերից նաև մակարդակներն էլ, որ դա լինում է, բայց դա այդքան էլ չէ։ Դա իմ կարծիքով ինչ որ ցանկացած տեխնիկական տրեյդեր ինքը օգտագործում է, բայց ոչ թե մի ամբողջ որպես ռազմավարություն, այլ ինչ որ կետ։ Այո, ասենց ասած, իրա ինչ որ ամենահայտնիներից մեկը պատկերները, չէ։ Պատկերները շատ, բայց Խոստովանի որ լավ են աշխատում։ Եթե հաշվենք, որ լիկվիդությունները չլինի, ասենց ասեմ, մարդկանց ագահությունները նաև չլինի, կարելի ասել հա, որովհետև այդ պատկերներից մարդիկ ուզում են մաքսիմալը ստանան, չֆիքսելով իրանցը, որը որ պետք է։ Եթե այդ մարդկանց ագահությունը հանենք, պատկերները իդեալական։ Եթե համբերությամբ սպասես, ճիշտ տեղից մտնես, ասենք, ճիշտ տեղում փակես, դուրս գաս ու պահես քո կառավարում էլի այդ դիսցիպլինայի մասը, այո, պատկերները իրանք լավ են աշխատում։ Քո ամենասիրելի պատկերը որն է։ Ես օրինակ բանը գլուխը եւ ուսերն եմ շատ սիրում, որովհետեւ ինքը հենց որ առաջանում է այն պայմաններում, որ ես իրան պատկերացնում եմ, ինքը իդեալական աշխատում է։ Այսինքն ինքը մինչև առաջանալը պետքա բավարարի իմ առաջարկած պայմաններին, էլի, եթե ինքը բավարարում է, ուրեմն ինքը շատ լավ աշխատում է, բայց դե ես հենց գլուխ եւ ուսերը ոնց է, մարդիկ սովոր են, չէ, իրան հենց պատկերը ատրաբոտ կանեն, հենց պատկերը դու ի սկզբան միջև ստեղծել ես հա մինչև սիրում եմ որ իր հետ մի քիչ sense հարաբերություն ունենամ էլի շփվեմ իր հետ մի քիչ ասեմ լարի հələ մի հատ հələ ես ուսդ էլ ցույց տուր բան sense էլի full ես օգտվում էլի գլուխուսերի ես օրինակ սեպն եմ շատ սիրում հետաքրքիր պատկերներից իհարկե շատ լավն է սեպը շատ լավն է կոնսոլիդացիայի վաղ արդեն իմպուլսի կռահելով ոչ թե էլի սպասեմ օրինակ ջարդը տեղի ունենալու, այլ իմպուլսը sense շարժերով հասկանամ որտեղ ալնելու իմպուլսից վերցնեմ էլի միանգամից սեպը օրինակ շատ եմ սիրում։ Իսկ եղավ է չնենց մի հատ դեպք 2025-ին հետաքրքիր մի դեպք էլի ուսանողների հետ կապված թեկուզ եւ այլն, որ ինչ որ մի նմանատիպ իրավիճակ չաշխատեց, բայց այն որ դու sense հոգով սրտով վստահ ես էլի որ այդ իրավիճակը պետք է աշխատի էլի։ Որ սիտուացիա այսինքն, հա, գործարքի հետ կապված։ Պատկերացրա, հա, ինչ որ մի հատ սիտուացիա են, որ սա պետքա սենց լինի, ուրիշ տարբերակ չկա, մեկ է։ Հա, այդ էլի կարամ բերեմ կրախի փաստը, որը որ պատրաստ չէինք, ու մեկ էլ նո արդեն մի քիչ էս ծեծված թեմա, բայց էլի alt սեզոնի մասով կարամ ասեմ, որ սպասում ենք իրականում alt սեզոնի, լավ alt սեզոնի, նոր պատմական մաքսիմումների, որտեվ պետք է լիներ, էլի ինքը սես տենենց ամեն հալվինգից հետո, չէ, պետք է այդ alt սեզոնը տենանք մենք ու լավ alt սեզոն, ոնց 20 թվականից 21 թվական, 21 թվական եղավ լավ գրուպնի մեծ alt սեզոն, հիմա 24 թվական հալվինգ եղավ, 25 թվականին պետք է տենայինք շատ ուժեղ alt սեզոն, նու ըստ էլի պատմության վրա հիմնվելով, բայց այ դրան շատ էի սպասում։ Ես հետաքրքրությունը sense ին մեջ ուտում էր, ուզում էի տենայ ինչ ա լինելու, նաև դրան էլի ավելի շատ էինք սպասում, բայց էլի գալիս աստեղ Թրամփի փաստը, որ ինքը մի քիչ խառնեց շուկան, այդ սև կարապա, չորնի լեբեզ ասվածը, եկավ ու չգիտեմ,
սախարներ շուկան ու չտեսանք այն ինչ որ կարար լիներ։ Կային ասում եմ ալտեր, որոնք որ նոր պատմական մաքսիմումները տվեցին, հա, XRP-ներ ընդեղ էֆիրումը համարյա հասավ իր նոր 5000 հասավ գրեթե։ Հա, համարյա, այո, այնտեղ Solana-ն համարյա էլի հասավ, BNB-ն լավ պատմական մաքսիմում շատ ուժեղ աճեց, դե Bitcoin-ը MNT-ն, հա, բանը, այնտեղ բիրժաների մի քանի տոկեն, OKX-ի տոկենների դեպ լավ Bitget-ին լավ աճ տվեցին։ Բայց այն մնացածը, ասենք, որ հներից, հա, լավ ուժեղներից, տենց չարթարացրեցին իրանց, ասենք Litecoin-ը, ADA-ն, որը որ ասենց հին ֆունդամենտալ coin-ներ էին, այդ այն աճը չտվեցին։ Օրինակ, ես NA-ի վրա լավ աշխատեցի։ NA-ն ամենաներքևներից էի գնել իր պատմական համարյա մինիմումներում մեջ ու մոտ 250%-ի կարգի պլյուս ունեցա հենց NA-ից։ Իսկ մնացածը տենց ոչ այնքան, ինչքան որ սպասում էի։ Լավ coin-ներից, ասենք Stark-ն էլ ինքը էս վերջերս, ինքը էլի չարեց այն ինչ որ իրանից պետք էր, ես ավելի շատ պոտենցիալ էի սպասում, ասում մոտ մի 120-150%-ի կարգի էլի պլյուսը տվեց։ TWT-ն էլ տենց ինչ որ մի իմպուլս արեց 120-130%։ Տենց երևի մենակ այդ կարամ ասեմ, այդ alt-sezon ֆակտորը, որ իրոք սպասում ենք, չգիտեմ, դու ինչքան էիր սպասում, ես օրինակ ավելի շատ էի սպասում։ Alt-sezon-ին 2022 թվականից եմ սկսել պատրաստվել։ Բայց այն չեղավ ինչը որ ուզում էի, այդ կարամ մենակ երևի թե ասեմ։ 21 թվականից արդեն այն վերջի անկման ժամանակ, երբ որ իջնում էինք 75-ից իջնում էինք 15000-ի, ես այդտեղ սկսում էի բաներ հավաքել, էլի, պոզիցիաներ կուտակել, իհարկե քո ասած կրիպտո արժույթներից շատ կային իմ հավաքած պոզիցիաների մեջ, որ մինչև այսօր պահում եմ, նույն LTC-ն, նույն ETC-ն, նույն SHIB-ը, նույն մի խոսքով մի 5-ից 8 հատ կրիպտո արժույթ կա, որոնք ես դեռ մինչև հիմա պահում եմ, էլի, որովհետև իրանք մինչև հիմա նայում ես ինչ որ հորիզոնական կոնսոլիդացիոն, ինչ որ կառեկցիոն process-ի մեջ եմ, որ ասում ես, լավ, неужели մի հատ պետք մի հատ պետք մի 500%-ն ինչա որ դուք պետք չանեք, էլի օրինակի համար, բայց մինչև հիմա ես իրանց պահում եմ, բայց շատերը նաև արդարացրեցին իրանց, շատերը, ես միջին հաշվարկ կատարեցի, իմ ամենամեծ աճած կրիպտո արժույթը Sokabén է եղել 1200%-ով։ OKX-ի coin-ը։ Հա, երկրորդս եղել է XRP-ն 800 չեմ տոկոս էլ XRP-ն էր։ 0.5-ից 0.2-ի։ Հա, այնտեղ տագերից, հա։ Միջին հաշվարկով պորտֆելս, եթե չհաշվեմ այն կրիպտո արժույթները, որոնք հենց մինչև հիմա պահում եմ, մոտ 450%-ի կարգի կանգնեց, էլի իրանց բանը։ Պլյուս մինուսը։ Իհարկե եղան այնտեղ կրիպտո արժույթներ, որ ընդհանրապես իրանց շարթարացրեցին, նույնիսկ մինուսով եմ ես իրանց փագել եւ այլն, բայց դա նորմալ է։ Պորտֆելումս եղել է մոտավորապես 26 հատ կրիպտո արժույթ, չհաշված նրանք, որոնք որ հենց պահում եմ։ 26 կրիպտո արժույթ, որոնցից 11-ը բերել են այն, հասել են այն մակարդակներին, որից որ ես իրանց ակնկալել եմ, այն մնացած 13-ը չեն հասել։ Բայց արդյունքում լավ պլյուս։ Արդյունքում 450%, էլի, այսինքն տարեկան, եթե հաշվում եմ 22 թվականից մինչև այսօր 150% պորտֆելում առանց ակտիվ առևտրի ինչ ենք արել, գնել ենք, պահել ենք ու ցելերը որոշել։ Հա, ցելերը որոշել, ֆիքսել ենք։ Всё, այդ էր մեր ընդհանուր տրամաբանությունը, այդ ընդհանուր տրամաբանության մեջ։ Մեկ էլ գիտես ինչ էի ուզում մի քիչ քեզ հարցնեի, ես վերջում գնացիր բլոկչեյն ֆորում գնացիր, Դուբայում էիր, մի խոսքով մասնակցեցիր տենց ինչ որ համաշխարհային մեծ կոնֆերանսի, որը կազմակերպվում է հենց համախմբելու համար, այս ոլորտի բոլոր լուրջ մասնագետներին, լուրջ խաղացողներին, ինչ կպատմես բլոկչեյն ֆորումից, այ ինչ կպատմես բլոկչեյնից, որ մեր այսօրվա հեռուստադիտողը սենց ասած, մեր լսարանը այդ մասին չգիտի եւ չէր էլ կարող իմանալ։ Ահա։ Ну, իրականում ասեմ, բլոկչեյնը դե գիտես, ինչ համաժողով է, միասին են գնացած, այս անգամ հա դու չկարացար գաս։ Ես շուտ էի գնացել։ Հա, մի քիչ։ Հա, այս անգամ բլոկչեյնը, ну, Մոսկվայում էլ որ գնացի, հետո Դուբայում էս վերջերս կազմակերպվեց, հոկտեմբերի 28-ին եղավ։ Իրականում ինչ է բլոկչեյնը, մեր հեռուստադիտողն էլ որպեսզի իմանա, դա միջազգային կրիպտո համաժողով է, որտեղ որ հենց ոնց ասեցիր, մասնակցում են գիգանտները, այս ոլորտի ամենավառ
կառուն ներկայացուցիչները ապրես, այո։ Եվ քննարկվում է ներկան ու ապագան կրիպտո արժութային ոլորտի ու ոչ միայն կրիպտո արժութային, այլ նաև հենց բլոկչեյն տեխնոլոգիաների։ Իրականում մի sense չգիտեմ, միֆ կա, որ ասում են բլոկչեյն, մարդիկ միանգամից պատկերացնում են կրիպտոարժույթ ու թրեյդինգ, չէ, իրականում բլոկչեյնը ավելի շատ հենց նորագույն տեխնոլոգիաներն է 21-րդ դարի ներկա ու ապագայի զարգացման, այլ ոչ միայն կրիպտոարժույթ։ Կրիպտոարժույթը դրա մեջ է ներառված զուտ, ու կարելի ասել դաժե այդ բլոկչեյնի մեջ ինքը շատ մեծ մաս չի էլի զբաղեցնում, ինչքան որ պետք է զբաղեցնել այս մարդկանց մտածելաձևի։ Այնտեղ ոչ թե կարևորում են թրեյդինգը օրինակ, այլ ֆյուչերսները օրինակ, չգիտեմ, մարժաները օրինակ կամ պլեչոները, տենց թեմատիկա չի քննարկում այնտեղ, ավելի գլոբալ արդեն, ավելի աշխարհիկ դիտարկումներ ա գնում, զարգացման համար նաև աշխարհի նոր որպես տեխնոլոգիաներ, որպես նոր ֆինանսական ոլորտ եւ ռոբոտներ, արհեստական բանականություն, ամեն ինչը, որը որ տանում։ Բնականաբար կրիպտոարժույթներից էլ է իհարկե խոսում, որովհետեւ թվային աշխարհում ու բլոկչեյնի վրա է հիմնված, չէ՞, կրիպտոարժույթային ոլորտը թվային արժույթ որպես բիթքոինը, որպես թվային ոսկի եւ մնացածներ որոշ քոիններ, դրանցից էլ է խոսվում։ Հիմնականում բլոկչեյնի ապագան ավելի շատ ինձ դուր եկավ, բնական ես էլ էի տես պատկերացնում, բայց այնուամենայնիվ մի շատ կարևոր փաստ, որ աշխարհը զարգացման է գնում։ Ուղղակի ամեն ինչն է թվայնացվում, ամեն ինչն է գնում դեպի տեխնոլոգիաներ։ Ես օրինակ ի տարբերություն, հա, Մոսկվայի, Դուբայում այդ ավելի շատ զգացի, քան Մոսկվայում, որովհետև այնտեղ ուրիշ աուրա է, հա, մի քիչ Հայաստանում էդի չենք կարա զգանք, չենք կարա տենանք, որովհետև Հայաստանը ինքը ըստ իս մի քիչ հետ ընկած է ժամանակից այդ տեխնոլոգիաների առումով, թե բլոկչեյնի առումով, թե կրիպտոարժույթային ոլորտի առումով ինքը մի քիչ հետ անկել։ Պետք է մենք կկարգավորենք ոչինչ ժամանակի ընթացքում։ Իրականում ես գիտես ինչ եմ մտածում այդ առումով, ինձ թվում է որ ոչ թե մենք հետ ենք մնացել, մենք ուղղակի ուրիշ նիշա ենք վերցրել։ Դից այդ բլոկչեյնի մեջ մենք վերցրել ենք, դարձել ենք մի հատ հաբ, համաշխարհային առևտրի մեջ կարելի է ասել նույնիսկ, այսինքն մի տեղ, որտեղ կարա կենտրոնանա արժույթը եւ բաշխվի։ Որովհետև Հայաստան ահռելի մեծ քանակությամբ մտնում եւ դուրս են գալիս կրիպտոարժույթներ, հենց Հայաստանն է հանդիսանում այդ միջազգային առևտրի ինչ որ մի հատ ուղղվածության ճյուղ հենց կրիպտոարժույթների մեջ։ Նույն մեր Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության ֆոնին առաջացած միջազգային առևտուրը, այ Ռուսաստանը ոնց է կատարում իր առևտուրը այսօր։ Ինքը երկրում չունի դոլար, որտեղից իրան դոլար առաջին հերթին։ Եվ երկրորդ ինչով պետք է ինքը իր առևտրաշրջանառությունը կազմակերպի այն երկրների հետ, որոնք որ չեն ընդունում իր պետական արժույթը, հայ Եվրոպայի հետ, ինչով պետք է առևտուր անի։ Հետո Եվրոպայից պետք է ինչ որ գա եւ գնա դեպի արևելք, ենթադրենք, ոնց պետք է կազմակերպվի, ինչ միջոցներով եւ այլն։ То есть այս հաբի դերը այսօր շատ լավ ստանձնել ենք մենք ու պատվով տանում ենք իրականում։ Մենք էլ գտել ենք մի հատ ճիշտ է, սա տեխնոլոգիական չի, որովհետև մենք իրոք տեխնոլոգիական երկիր չենք։ Իրականում մենք չունենք խոշոր արտադրություններ, գիտնականներ, գործարաններ եւ այլն տեխնոլոգիաների հետ կապված։ Մերը միտքն է։ Մենք գտնում ենք տարբերակները, ոնց կարելի է այդ գումարը A կետից հասցնել B կետ մինիմում կորուստներով։ Քանի որ համել գնում ենք դեպի նոր տարի, դեպի 2026 թվական ակնկալիքներն էլ նաև մեր թե լսարանի ակնկալիքները, թե մարդկանց ովքեր հետաքրքրված են առհասարակ բլոկչեյնով եւ կրիպտոարժույթներով, այ ինչ խորհուրդ, ոչ թե խորհուրդ, ինչ ակնկալիքներ ունենան այդ մարդիկ, էլի, մտնելով 2026 թվական, այ ինչ կարծիք ես դու։ Այսպես ասեմ, ընդհանրապես ակնկալիքները պետք է միշտ դրական լինի, դրական ակնկալիքներով պետք է մուտք գործես ցանկացած նոր ոլորտ, որտեղ որ ուզում եմ մուտք գործես, ու դա մի քիչ մարդկային ռեֆլեքս է, որ նոր բանին ինքը նայում է բացասական, չէ՞, ես մի քիչ նեգատիվով է նայում։ Վախով։ Հա, վախով նաև, հա, ասենց, այս ինչա կստացվի, չի ստացվի։ Նոր տարին պետք է այս ոլորտում ավելի մոտիվացված մտնես, լավ ժամանակահատված է լինելու, ինվեստիցիաների համար ըստիս ավելի շատ։ Եթե տեսնենք աճեր հիանալի, եթե տեսնենք նվազումներ էլ ավելի հիանալի, էլ ավելի լավ հնարավորություններ կրիպտոներ գնելու համար, պատրաստվելու հաջորդ հալվինգին արդեն 2028 թվականին լինելու բնականաբար հիմիկվանից սկսել, ժամանակ չկորցնել միանշանակ
ու տեղիք չտալ այդ վախերին, այո, որ ասեցիր, վախը ինքը նորմալ է, դա միշտ լինում է, ուղղակի պետքա դու իրան կառավարես, ոչ թե ինքը քեզ կառավարի։ Էմոցիաներ, FOMO, ու տենց ազարտ, նաև որտեվ այս ոլորտում է տելա բարձր է, տել գիտես, չէ, ինչքան շատ մարդիկ են գալիս, մի քիչ ուրիշ հոգեբանությամբ, միջև էդի փոխում ենք դարձնում, ուրակով չէ, որ տաշում ես փայտը, դարձնում, սահուն, հղկում, այդպես։ Ճիշտ հոգեբանությամբ մոտենալ այս ոլորտին ոչ անցանկալի, հա, սենց ոչ մեծ սպասելի նպատակներով ու դրա համար չմտածելով, որ ինչ որ բան մենք չենք անի, ամեն ինչը լավ կլինի, հա, սենց մենք նստենք մեր տեղը, ձեռքներս ծալենք վերևից, փող թափվի չէ։ Այս ոլորտում փող շատ կա, շատ կա, բնականաբար, բայց դրան պետք է հասնել։ Ոչ հենց այնպես, այլ դրա համար ժամանակ է պետք։ Խորհուրդ եմ տալիս միշտ ու միշտ գնալ առաջ ուղակի։ Կապ չունի, դա 2026-ն է, 2025-ի վերջն է, 27-ն է, 20-ն է, вообще էական չի։ Միշտ գնալ առաջ, նպատակի հետևից ու առանց նայելու որ տարին է դաժե։ Հա, զուտ, միշտ գնալ առաջ։ Հենց այսօր, հենց հիմա սկսել, հա, ինչու սպասել 26-ին ասեմ, օրինակ։ Նշանակ, ես էլ եմ տենց մտածում, որովհետև ինչա նշանակում սպասենք, այդ շատ լսած կլինես, չէ՞, որ նոր տարին անցնի սկսեմ նիհարել, նոր տարին անցնի այդամ սպորտզալ, նոր տարին անցնի ծխելը թարգեմ, ասենց ինչ-որ արտահայտություններ, որոնք միշտ մնում են հաջորդ նոր տարիներից հետո։ Բայց թե որ նոր տարին չեն ասում, չէ՞, որ նոր տարին է։ Հաջորդ նոր տարու համար են մնում իրանք ակտուալ եւ այդպես էլ իրականություն չեն դառնում։ Եվ այո, եթե կա նպատակ, եթե կա առաջ շարժվելու կամք, եթե կա առաջ շարժվելու ուժ ու եռանդ միանշանակ սկսել հենց հիմա եւ հենց այսօր։ Էսի լավագույն, ասում եմ, երբ է լավագույն ժամանակը, ասում եմ 3 է լավագույն ժամանակը։ Հիմա էսա միտքի, եթե դու այսօր սկսես, ուրեմն վաղը արդեն կարաս ասես, որ ես 3 սկսել եմ։ Սկսել եմ առաջ շարժվել, սկսել եմ քայլել եւ սկսել եմ իմ առաջ դրած նպատակներին հասնել։ Երկնքից չի ընկնելու։ Եթե երկնքից ես միշտ ասում եմ 3 հոգու գլխու է խնձոր ընկել, այն էլ տենց առանձնապես 4-ին ոչ մեկ չի է սպասում էլի։ То есть դա բացառությունն է, դա օրինաչափությունը չի էլի, եթե մենք իմանայինք, որ խնձորների անձրև է գալի, միգուցե սպասեինք դրան։ Բայց այդպես չի լինում։ Հաջողությունը մարդուն գալիս է քայլ առ քայլ, երբ որ ինքը սկսում է փոքր քայլերից առանց մեծ սպասումների, նույնիսկ կարելի է ասել առանց մի գիշերում մեծ կարողություն կուտակելու մտքերի, այո, այդպես քայլ առ քայլ առաջ շարժվելով, եթե դուք հարցնեք ցանկացած հաջողակ մարդու, ում կյանքում մարդը հաջողության է հասել, էլի, ասես ո՞նց ես ասել, միգուցե ինքը չկարողանա պատմել, թե ինքը ո՞նց է ասել, որովհետև այդ ոչ թե տեղի ունեցել այսենց լոտոն շահելա մարդը դարձել է տենց այն որ ինչ որ ինքը կար, չէ, ինքը ամենօրյա սենց տարիների աշխատանք ինքը իրան հղկել է, տաշել է, մաքրել է եւ դարձել է այն ինչ որ այդ մարդը այսօր կա եւ ունի այն ինչ որ այսօր այդ մարդը ունի։ Դուք էլ պետք է նույն տրամաբանությամբ, նույն մոտիվացիայով գնաք։ Իմ խորհուրդս այ դա ուզում ասեի, ինչ խորհուրդ կտաս մեր աուդիտորիային, հա, այսպես ամենամեծ խորհուրդս, որ կարող եմ ձեզ տալ, դա այնա որ ամեն ինչ, այն ինչ որ կա ձեր շրջապատում, այն իրականությունը, որ ստեղծել եք դուք ձեր շուրջը, դա ձեր արված ու չարված քայլերի արդյունքն է։ Այսինքն ժամանակին ինչ որ քայլեր եք դուք բաց թողել չեք արել եւ այսօր ունեք այդ իրականությունը։ Ժամանակին հնարավորություն եք ունեցել, չեք օգտվել այդ հնարավորությունից։ Ժամանակին այն որ պետքա ձեր դուրը այն խոտը մաքրեիք, որ չդառնար մեծ դեզ, չեք արել։ Դրա համար պետքա քայլերն անել ժամանակին։ Եվ այդ դրա ժամանակը հենց այսօր է, պետք չի վարանել։ Մեր մեջ կա շատ մեծ ուժ, ցանկացած մարդու մեջ կա շատ մեծ ուժ, որը ինքը իր կյանքի ընթացքում չի հասցնում բացահայտի։ Ես կցանկանամ, որ այսօր սկսեք եւ վաղը արդեն հասնեք ձեր իրական եսին, իրական տեսակին։ Դա կլինի որ ոլորտում էլ ուզում ա լինի, որ միջավայրում էլ լինի, եթե դուք ձեր կատարյալ տեսակն եք, եթե դուք ձեր իսկական տեսակն եք, ուրեմն դուք կատարյալ եք, ինքնաբավ եք եւ ինքնառեալիզացված եք։ Կցանկանամ, որ բոլորը ձեզ գտնեք, բոլորը ձեր տեսակը գտնեք եւ առաջ տանեք։ Նաեւ կցանկանամ դուել քո խորհուրդը փոխանցես մեր լսարանին եւ այսքանով մոտեցնենք մեր այո պոդքասթը ավարտին։
Այո, ես ցանկանամ իրականում այն մարդկանց, ովքեր որ զբաղվում են այս ոլորտով, սկսել են զբաղվել կամ միգուցե ցանկություն ունեն զբաղվելու, նախ եւ առաջ սկսեք հիմա, էլի ու էլի, այո, գորե ասածը, մի թողեք հետոին։ Այն մարդիկ, ովքեր արդեն իսկ զբաղվում են, սովորում են այս ոլորտում, ցանկանում են տիրապետել կամ որոշակի չափով տիրապետում են, երբեք չթողեք։ Սա իդեալական ոլորտ է, ընկերներ։ Այստեղ դուք հանդիպում եք ձեր բացասական կողմերին։ Դուք դուրս եք գալիս ինքներդ ձեր դեմ, կռվում ձեր դեմ ու հաղթում ձեզ։ Դա իրականում շատ լավ է, դուք ձեր թերություններն եք հաղթահարում։ Եվ միևնույն ժամանակահատվածում ցանկանում եմ, որ ովքեր որ ունեն ցանկություն, նպատակ, երազանք միգուցե, դրան հասնեք։ Չթողեք այն մնա օդում։ Միշտ ու միշտ եղեք տեսակով պայքարող։ Ես, Գորը եւ շատ աշակերտներ մենք այսպես թե այնպես հեշտ ճանապարհ չենք անցել։ Ոչ մեկը հեշտ ճանապարհ չի անցնում։ Այս ոլորտում ընկերներ հեշտ չի լինում։ Այս ոլորտը ինքնին կյանքի մեջ ճանապարհ է, որը որ պետք է ճիշտ անցնել եւ հաղթահարել պատվով։ Դուք էլ հաղթահարեք պատվով, հասեք ձեր նպատակներին, ձեր երազանքներին, առանց վախերի, առանց ֆոմոյի, առանց էմոցիաների ճնշման ազդեցության։ Սովորեք, զարգացեք եւ կյանքը լավ է լինելու հաստատ։ Դե ինչ ընկերներ, այսքանով եկեք ավարտենք մեր այսօրվա եթերը։ Եթե ընկերներ օգտակար էր այսօրվա մեր ոդկասթը ձեզ համար շատ հիանալի այսպես ինֆորմացիա կարողացա գեներացնել եւ որը որ օգնեց ձեզ որոշում կայացնելու համար միգուցե ձեր կյանքում ինչ-որ մի նոր բան ավելացնելու համար եւ հաճելի ու օգտակար էր ձեզ համար այս ուղիղ եթերը, ապա ցանկանում եմ որ դնեք լայքեր եւ նաեւ մեկնաբանություններում գրեք ինչի մասին կցանկանայիք որ ես եւ իմ գոլեգան Գորը խոսեինք հաջորդ այսպիսի ոդկասթի ժամանակ։ Իսկ հիմա ուզում ենք ասել առայժմ լավ մնացեք, բոլորիդ բարի նոր տարի եւ ցտեսություն։ Հաջողություն ընկերներ բոլորին։